Սիրիահայ Մայքի մանկության երազանքը կատարվել են վերջապես հայրենիքում է։ Միան նկարները նույնն է, այսինքն Արարատ մասից որ լուսում ենք լերը էդի նույններ, բայց շատ ապշեցանք, որ դարբեր մտածում ունի սփյուռքահայը եւ այստեղի հայը։ Մայքը 2 տարի առաջ է Հալեպից Հայաստան եկել, կամաց հարմարվում է հայաստանյան նիստուկացին, բայց բիզնեսի ոլորտի պայմաններին հարմարվել նա ոչ մի կերպ չի կարողանում։ Պետությունը չի նայում ժողովրդին պայմանները, խոսքի որ եթե խոսքի մեկը $1000 աշխատում կամ թեկուզ $10,000 աշխատում, մուծումները, չգիտեմ ինչերը արդեն շատ իրար նման է, սենց պետք է օրենքներ լինի, որ մի քիչ հեշտ լինի։ Մայքն անգամ այս 2 տարվա ընթացքում հասցրել է բիժուտերիայի խանութ բացել, բայց շատ արագ փակել է առևտուր չլինելու պատճառով ու եկել վերնիսաժ։ Իսկած այստեղ ժողովուրդը ավելի կարևոր բաներով հասնում է, այսինքն իր հացիփողը, որ արդեն շատ դժվարությամբ ելնում է, այդ դրանից ավելի Փոքրիկ բիզնեսով կարողանում է միայն օրվա հացն ու առաջին անհրաժեշտության ծախսերը հոգալ։ Որ այնտեղ աշխատում էինք, անշուշտ աշխատում էինք, փող ենք շահում, ամեն տարի կգնայինք հանգստանալու։ Հայաստան գալով Մայքը եւս մի երազանք է ունեցել այստեղ սեփական բիժուտերիայի արտադրամասը բացել։ Թեկուզ որ մի ջուր բան, որ made in Armenia կրենք վրան, դա մեծ բադիվ է մեզ համար։ Մենք էդի ուզում էինք անել այստեղ։ Բայց դժբախտաբար այստեղի պայմանները մեզ ցեր չի տալիս։ Հալեպից Հայաստան եկած մեր հայրենակիցը խոստովանում է ամեն ինչ անում է, որպեսզի գործերը հաջողվեն եւ նա մնա Հայաստանում, բայց նաեւ հավելում է, եթե նույն կերպ շարունակվի, ուզած չուզած վերադառնալու է Սիրիա։